Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան մինչև 10,000 դրամով։ Ինչ եք կարծում, դա ինչ-որ կապ ունի գալիք ընտրությունների հետ։ Բա իհարկե որ կապ ունի։ Թոշակառուները լրիվ բողոքում էին, դրա համար բրցացրեց, ասաց չենք ընտրելու Փաշինյանը։ Դրա համար մի բան արելա, որ կապի ժողովուրդը ընտրեն։ Դե նա ժողովրդին խաբելու հերթական ձև է։ Բոլորն էլ այդ կարծիքին են, մենակ ես չեմ, ու ես բոլորի կարծիքին չեմ ասում, ես անձամբ իմ կարծիքն եմ ասում։ Ասում են, տեսնենք, բայց արդյոք թանկացումներ չեն լինի։ Ինչի՞ց է պետք որ բարթատիրը, հա? Ես այս 25 տարի ես այդ թոշակն եմ ստանում ոչ մեկը, չի բարթատե հմի ընտրությունները բարթատելա, չեմ ուզում, իրան էլ չեմ ուզում ոչ մեկ, ես հարցեր չունեմ, Աստված վիրև կա, ինչ արելա, են է կստանում։ Մի կողմից բարձանում է, մի կողմից թանկանում է։ Բայց այդ թանկությունը ավելի է, շատ։ Հա, բայց դրա համար ես Տեսնենք ինչքանով կբարձրանան, լսել եմ։ Ինչու հիմա բարձրացրեց գալիք ընտրությունների հետ կապ ունի։ Իհարկե, միանշանակ։ Երևի վարկանիշը բարձրացնում։ Երևի մի բան կարել է, մի կապ ունի, գիացունի։ Ո՞վ այ մամա, ես չգիտեմ ազե։ Չեմ բարձրացրել։ Ապրիլի 1-ից է բարձրանալու։ Ալսի մինչև բարձրանալը արդեն գներ այնքան թանկացել է, որ 10,000 որ բարձրացել է, արդեն 12,000 ավել ենք տալի, ինչ որ առաջ էինք առնեմ, նախկին օրինակ հիմա 40,000-ով առնում էինք, հիմա կառնում ենք 52-ով, նենց որ չի բարձրացել, այդ ժողովրդին կուտ են տալի։ Երևի, բայ իհարկե, երևի, միջև հիմա լերեք էր մի հատ, տեսակ արցախցիների հետ հանդիպում, սարեր խոստացավ, Արցախի ժողովրդին, այս աղջկա բանը մեծ բան ընդունեց, ոնց որ ասած, հա, ժողովուրդը խառնվեց ինքը մի քիչ, ընդունեց, բարձրացրեց, բանը միլիոնով ավելացնում է, դու չգիտես ինչ էր անում, զուտ իր ընտրությունների պատճառով։ լսել եմ, դեռ չեմ ստացել բան, ես որ դա եւս հաշվում եմ ինչ-որ կաշկարք նման մի բան, ովքեր բարձրացրել են։ Так что Չեմ կարող ասել, երևի